Կարծում եք, որ հիմա շատ շտապում են Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել այդ պայմանագիրը, որտեղ գիտենք այսպես գերտերությունների հետ կապված իրենք ուկրաինական հարցն են դեռ փորձում լուծել եւ հիմա շատ շտապում են Հայաստանն ու Ադրբեջանը այսպես արագ այս պայմանագիրը ստորագրել։ Նայեք, Թուրքիա-Ադրբեջան երկու պետություն միացք, այդտեղ այս տարբերություն չեմ դնում գոնե այս հարցում։ Փաշինյանը այո շտապում է, որովհետև Փաշինյանը ինքը եկել է իշխանության, խաղաղություն հաստատելը խոստումը։ Դա էր իր խոստումը։ Առաջի խոստումը 18 թվականի երջանկությունն է, 21 թվականին խաղաղություն հաստատելու խոստումն է։ Եվ հիմա ինքը դες մնացել է մի տարով մի քանի ամիս, իրան պետք է մի հատ թղթի կտոր, անկախ բովանդակությունից, որ ինքը Չեմբերլենի նման sense թափարի, ասի ես ձեզ խաղաղություն եմ տալու։ Բայց այդ թուղթը ինչ բերեց Եվրոպայի գլխին, Չեմբերլենի ստորագրած։ Նույնպես մի բան է սանց արասնաբերելու հասնում։ Ադրբեջանը ուզում է ստորագրել։ Հա, ստեղ ուրիշ խնդիր է։ Ես կարծում եմ Ադրբեջանը դեռ փոչ է խաղացնելու, որովհետև իրենց հայտարարությունը, չէ, եթե տեքստը համաձայնեցված է, իրանք մի հատ նախապայման են բերել, հետո մի ուրիշ նախապայման 350,000 հոգի այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի վերադարձնա, որ ասում են Փաշինյանը թող հետը խոսը, որ բայց փաստաթղթում չկա, բայց ասես ամեն ինչ չի, որ այդ փաստաթղթով է կարգավորվում։ Այսինքն սա փաստաթուղթ է, որի ստորագրությունը կարող է կախված լինի այլ նախապայմաններից։ Դա մասին տեղյակ կպանք։ Փոխային տարբերակով լինելու է ընդդիմադիրները ինչ են ասած ինչից։ Ո՞վ ասես որ հիմա ստորագրվում։ Ես տեսնեմ, դրա մասին քննարկեմ տեղակ։ Ամեն դեպքում ինչ քայլեր է ձեռնարկելու Արարատ Միրզոյանը որ ես կապատասխանեմ ամ ֆրակցիայի կամ Սոփսյանանից եւ դեռ եղել անդրամեր քննարկումն է։ Դժոխք որակեցիք այդ փաստաթուղթը, որ մեզ տանում են դժոխք, ձեզ էլ ասացին դուք հենց Խավարանով անցեք, անցնելու է։ Իսկ մենք ինչ մեղք ենք գործել, որ ասկնով որ մեղք չունի կարող ավրաս քարկցի, եթե այդ անվանությամբ գնանք, չէ, մի րոպե էլի նարեք, թող տիկնոջ հարցին պատասխանեմ, հետո ձեր։ Խավարանի եւ մեղքի։ Գիտեք, եթե ես նույնիսկ հիմա ավետարան մեջ բերեմ, որ անմեղա թող ես քարկցի, կարող եմ օրինակ դրանով սահմանափակվել։ Այո, իհարկե, մեղավոր եմ եղել, որոշ հարցում նաև մեղավոր ենք եղել, որովհետև Նիկոլ Փաշինյանի նման կամ այդ քաղաքական ուժը դարձել է իշխանություն։ Կարող ենք տենց ասել, բայց բանակցությունները 18 թվականից սկսած, պատերազմը, յետպատերազմը, այդ ամբողջը ինքն է արել։ Հիմա ճիշտ ասում, ես ասում էի նշաձողը իջեցնենք։ Ասեց ինքը արեց, որևէ ընդդիմադիրի ոչ ասածը, ոչ արածը իր վրա այդքան ազդեցություն չունեցավ, բացի այն, որ կարողացան գոնե կանխել։ Ներողություն հետաձգել, որովհետև եթե չլինեին այդ փողոցային պայքարը, վստահ այս թուղթը իրանք շատ ավելի շուտ կանեին։